Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի զարգացումները մեզ ապացուցում են, որ անցյալի ստվերներից փախչելն անհնար է, իսկ թաքցված գաղտնիքները միշտ գտնում են ջրի երես դուրս գալու ճանապարհը։ Այսօր մենք կքննարկենք այնպիսի իրադարձություններ, որոնք վկայում են, թե որքան փխրուն է վստահությունը եւ որքան վտանգավոր կարող է լինել կույր ատելությունը։ Սկսենք այն մեծ գաղտնիքից, որը սպառնում է պայթեցնել Նորոյի ընտանիքը։ Արևիկի իրական ինքնությունը այլևս միայն տան պատերից ներս չէ թաքնված։ Ալինայի դասընկերը պատահաբար լսել է Նորոյի եւ Էդոյի խոսակցությունը եւ իմացել, որ փոքրիկ Արևիկը իրականում նրանց քույրն է։ Սա ահազանգ է։ Նորոն, ով իր վրա է վերցրել ընտանիքի պաշտպանի դերը, ստիպված է խնդրել տղային լռել։ Նա շատ ճիշտ է նկատում, որ դեռ վաղ է եւ որ փոքրիկ Ալինայի հոգեբանությունը պարզապես չի դիմանա նման ծանր ու խճճված ճշմարտությանը։ Բայց արդյոք այդ դեռահաս տղան կկարողանա իր մեջ պահել նման մեծ գաղտնիք։ Վտանգը, որ Ալինան կիմանա ամեն ինչ ամենասխալ պահին ու ամենասխալ մարդուց, շատ մեծ է։ Մինչ Նորոն փորձում է փրկել փոքր քրոջ հոգեկան անդորը, նա ստիպված է բախվել մեծ քրոջ՝ Էլիզի անառողջ ու կործանարար համառությանը։ Նորոյի եւ Էլիզի զրույցը սերիալի ամենահուզիչ եւ միևնույն ժամանակ հուսահատեցնող տեսարաններից է։ Նորոն, ով կարծես վերափոխվելու իմաստացել է իր սիրո շնորհիվ, փորձում է Էլիզին դուրս քաշել անցյալի ճահճից։ Նա խնդրում է քրոջը ապրել ներկայով, ասում է, որ ինքն ու Մագդան հաշտվել են եւ որ ճիշտ կլինի, եթե Էլիզն էլ կարողանա առաջ շարժվել ու չկոտրի Էդոյի սիրտը։ Սակայն Էլիզը լիովին պարփակվել է իր վշտի մեջ։ Նրա արցունքներն ու խոսքերը «Սա մեր մանկությունն է, ինչպես մոռանալ» ցույց են տալիս, թե որքան խորն են նրա հոգևոր վերքերը։ Նա հրաժարվում է երջանիկ լինել, նախընտրելով մնալ որպես անցյալի զոհ։ Սա իսկական ողբերգություն է, քանի որ Էլիզը սեփական ձեռքերով կործանում է իր իսկ ապագան ու վանում այն միակ մարդուն, ով իրեն անկեղծորեն սիրում է։ Բայց սերիայի գլխավոր եւ ամենալարված ինտրիգը ծավալվում է երեկոյան եւ դրա կենտրոնում, ինչպես միշտ, Հասմիկն է։ Նա ուշանում է եւ տուն չի վերադառնում։ Տատիկն ու Էլիզը տագնապի մեջ են։ Հեռախոսազանգերն անպատասխան են մնում։ Բայց ամենավտանգավորն այն է, թե ում է Էլիզը միանգամից մեղավոր նշանակում։ Իմանալով, որ Հասմիկը գնացել էր Մագդայի հետ հանդիպման, Էլիզը առանց իրավիճակը վերլուծելու զանգում է Մագդային ու սկսում սպառնալ։ Մագդան, ով հանգիստ իր տանն է ու գաղափար անգամ չունի, թե ուր է կորել Հասմիկը, հայտնվում է խուճապի մեջ։ Էլիզի սպառնալիքը, եթե նրան մի բան պատահի հարցերդ կլուծեմ, հնչում է որպես դատավճիռ։ Իսկ հիմա եկեք սթափ դատենք, հարգելի դիտողներ։ Արդյոք Հասմիկին իսկապես վտանգ է սպառնում, թե սա նրա հերթական վարպետորեն մտածված դավադրությունն է։ Մենք շատ լավ գիտենք Հասմիկի խորամանկ տեսակը։ Նա հրաշալի գիտակցում է, որ Էլիզը կուրացած է ատելությունից Մագդայի հանդեպ։ Ինչ կարող է լինել ավելի հարմար, քան արհեստականորեն անհետանալը հենց Մագդայի հետ հանդիպումից հետո, որպեսզի բոլոր կասկածներն ու Էլիզի ողջ ցասումը թափվեն անմեղ Մագդայի գլխին։ Սա իդեալական պլան է Նորոյի եւ Մագդայի նոր վերականգնված հարաբերությունները վերջնականապես քանդելու եւ Էլիզին իրենով անելու համար։ Հասմիկը խաղում է մարդկանց ճակատագրերի հետ։ Ինչ եք կարծում։ Արդյոք Նորոն կհավատա այս ներկայացմանը եւ կկասկածի Մագդային, թե վերջապես կբացահայտի Հասմիկի ստոր դեմքը։ Ձեր կանխատեսումները անպայման գրեք մեկնաբանություններում։ Բաժանորդագրվեք ալիքին, քանի որ առջևում մեզ սպասվում են անհավանական բացահայտումներ։ Շնորհակալություն դիտելու համար։